Նայեք ես գեղեցկուհուն։ Շատերը ճանաչում եք Հեղինենա, կուլինար Ամերիկայից, Երևանից գնացել է Ամերիկա ու շատ պոպուլար վիդեոներ ասարքում ուտելիքների։ Ես ու ամուսինս իրանից մի քանի ռեցեպտ վերցրել ենք, արել ենք ու շատ համեղ ա ստացվել։ Ժողովուրդ, հələ նայեք ինչ մարմին ունի, գծած, չէ, հələ նայեք ինչ կուկլկա ա։ Ու աղվեսի աչքեր ունի, ձգած աղվեսի կապույտ գույնի աչքեր ունի, իր աշորի գույնին երևի, շատ սազում է, հələ նայեք ֆիգուրկան, տաչոնն է ֆիգուրկա, չէ, ոնց որ ստատուետը չկա լինի, ու ինքը 5 երեխա ունի, ժողովուրդ, պատկերացնում եք, ու դաժե չգիտեմ որն է ավելի զարմանալին, որ 5 երեխա ունի ու սենց տաչոննի ֆիգուրա ունի, թե այն, որ ինքը առավոտից մինչև գիշեր ուտելիքներ ա սարքում, զավտրակ, обед, ուժին, ու սաղ ցույց ա տալիս տարբեր լեզուներով, հոլովակներ անում հայերեն, ռուսերեն, անգլերեն, ու ամբողջ օրը ուտում թափում ա, էփում թափում ա, ուտում ա, ինչ անում, չգիտեմ, բայց մարդ, որ կուլինար ա աշխատում, ինքը դրանով փող ա աշխատում, իր ամուսինն էլ իր օպերատորն ա, շատ հետաքրքիր հոլովակներ ամուսինը սարքում։ Ու այդ ընտանիքը, որ կինը կուլինար ա, հələ մի հատ նայեք, 5 երեխա, կուլինար, ամբողջ օրը ուտելիքների մեջ, հələ ֆիգուրան նայեք, ինքը յոգա էլ ա հասցնում անի։ Вообще չեմ հասկանում, երբ ա հասցնում անի, որ ինքը ամբողջ օրը էփում թափում ա, ու այսենց սիրուն հագնված, նենց եմ հավանում, որ ֆարտուկով չի, գլխարկով կեպճկայով չի, այսենց սիրուն միշտ հագնվում ա կաբլուկներով, տեղը տեղին, շատ եմ սենց հավանում, այս լրիվ իմ ստիլն ա, առաջինը ինքն ա եղել, իմիջայլոց ասեմ, ամբողջ ինտերնետում աշխարհով մեկ ինքն ա եղել, նորաձևություն մտցնելով, որ ֆարտուկով ու կեպկայով չի արել, այս սենց մազերը միշտ սիրուն հավաքած ուտելիք սարքելուց, ու այսենց միշտ տարբեր բաներ ա հագնում ու կաբլուկներով, ու երբ որ ինքը սկսել էր, եթե իմանաք ինչքան մարդ է, ինչքան մարդուց եմ ես իրան պաշտպանել, որ իրան հետ ծանոթել չեմ իհարկե, որ հայերը հենց գալիս էին, ինչ կեղտոտ բաներ էին իրան գրում, թե մեզ խայտարակում ես, հայ կինը ֆարտուկով պետքա գործանի, գլխին պետքա բան կապի, էս ինչ ա, սաղ աշխարհը ինչ կմտածի մեր մասին, ու արտասահմանցիները, դե իհարկե արտասահմանցիները գիտեք, իրանք շատ զուսպ են, վատ բաներ չեն գրում, բայց ռուսախոս, ուկրաինացիներ, ով ասես մտնում էր կեղտոտ բաներ էր գրում, մինչև ժողովուրդ սովորեցին, աչքները սովորեց ու սկսեցին սիրել, հիմա նաաբարոտ, գժվում են Հեղինեի համար, դնում են գլխներին այդ նույն մարդիկ, որոնցից ես պաշտպանում էի, քանի հոգուց, միլիոնավոր, տարիներ շարունակ, թե ինձ ինչիս էր պետք չգիտեմ, պրոստը հայկիներ ու անարդարությունը ինձ խեղդում էր, գնում էի պաշտպանում էի, ոբշեմ, հիմա ինչ եմ ձեզ ցույց տալի ժողովուրդ, հա, մինչև որ սիրեցին, հասկացան, ընդունեցին ու իրանով գժվում են իրանով, հիմա մի հատ նայեք ստեղ, պրոստը կոմենտներ նայենք, հայ աղջիկը գրում ա, восхитительная женщина, манеры, статность, фигура, после 5 детей, ճիշտ ա ասում, իրա մաներաները, ձգությունը, ֆիգուրան, իրա խոսալը ձևը, հանգիստ, մեղմ, դե հա, տուտուցկային արդեն տեսնում եք, վատացել է, она всё еще готовит на каблуках, да, тутуцка, на каблуках, Սենց կոմենտներ, большое спасибо, очень приятно, տարբեր ազգերից, обожаю это, ֆիգուրը պրոստը շիկարն է, ստեղ ահագին հայեր կային, որ շատ լավ կոմենտներ էին իրան գրել, հայկանայ, դե գիտեք, սենց մի շարան ծաղիկներ ու սրտիկներ, ու էս կնգա կոմենտը, ձևիս տերըտ սատկի, չոդե անտեր, այ կարող եք բացատրեք, ինչի ա տենց բան գրում, օրինակ ինչի, մի հատ բացատրեք ինձ, ինչի ա էս կինը տենց բան գրում, ասում եմ, ինձ լրիվ անծանոթ ա Հեղինեն, բարեկամս չի, որ իրան պաշտպանում եմ, բայց մեր հայ աղջիկն ա, գեղեցկուհի ա, շիկարն է ֆիգուրայով, օտար ազգերը գժվում են իրա համար, ոչ մեկին չի նեղացնում, ոչ մեկին վատ բան չի ասել,
Հա, ձևիստ ա, հա, տենց ա, ու շատ լավ ա, շատ գեղեցիկ ա, շատ հաճելի ա։ Ես մեծ բավականություն եմ ստանում, երբ որ Իրանից սովորում եմ ու այդ ձևիստական ա ինքը ներկայացնում։ Ես չեմ սիրում այսենց տիպի մարդկանց։ Այսենց տիպի կանանց, որ ձևիստ չեն, ինձ հաճելի չի։ Մարդ ա, հա, ընդունում եմ, ամեն մարդը իրա ձև ա, բայց որ հաճույք եմ ստանում, ես կակրաս Հեղինեի ստիլի աղջիկներից եմ հաճույք ստանում։ Ինքն էլ մեր համար ա։ Չոդե ա, շիկարնի ֆիգուրա ունի, ինչն ա իրա չոդե, շիկարնի ֆիգուրա ունի, մանավանդ յոգայով զբաղվում ա, հասցնում ա ու անում ա, գեղեցիկ ֆիգուրա ունի։ Ես այս հոլովակը ուզում եմ անեմ, այս հոլովակի իմաստը էն ա ժողովուրդ, որ դուք հասկանաք, սա սխալ ա սենց բան անելը, գնալ ուրիշ մարդու հոլովակի վրա ու իրան անպատվել իրա տեսքի համար, սխալ ա, ու իմանաք, որ մեր դուրը չի գալիս, որ մենք կողքից նայում ենք, մեզ տհաճ ա, ու մենք հասկանում ենք, որ ախր դուք նախանձից եք անում, մենք դա հասկանում ենք, որ այս աղջիկը իդեալական ֆիգուրա ունի ու շատ շատերը կերազեն հենց այսենց լինեն։ Ու մանավանդ հենց այդ կինը, որ գրել ա, տեսնում ենք, չէ, Իրան էլ ենք տեսնում, Իրան էլ ենք տեսնում։ Տարբերությունը դե հասկացաք, սար ու ձոր ա, բոլորս էլ կողքից որ կարդում ենք, հասկանում ենք, որ այդ ատելությունը գալիս ա նրանից, որ այդ կինը իրա Հեղինեի նման գեղեցիկ չի, այդ կինը Հեղինեի նման ֆիգուրա չունի, այդ կինը Հեղինեի շորերից չունի, այդ կինը Հեղինեի ապրելա կերպը չունի, Հեղինեի խարիզմայից չունի, այդ յարկստից չունի, բոլորս էլ հասկանում ենք, չէ, կոմենտը կարտալուց հասկանում ենք, դուք էլ հասկացեք, երբ որ դուք գնում եք, ուրիշի մոտ գրում եք, ու այդ կինն էլ ձեզանից մի քանի գլուխ համ խելացի ա, համ գեղեցիկ ա, երբ որ դուք ուզում եք այդ կնոջ պես լինել, իսկ ձեր ամուսինները ուզում են այդ կնոջ հետ լինել, դուք հասկացեք, որ կողքիններն էլ են դա տեսնում ու հասկանում, ձեր ատելությունը միայն ձեր վրա աշխատում ա ձեր դեմ։